Պարոն Հովհաննիսյան, մեկ շաբաթ առաջ խոսելով տրիպի մասին, վարչապետ Փաշինյանը նշեց, որ մեծ ներդրումներ են սպասվում եւ իրավիճակը այսօր այնպիսին է, որ գումարներ Հայաստանը չի փնտրում գումարներ, այլ գումարներն են փնտրում Հայաստանին։ Ուզում եմ իմանալ, ինչքան ներդրում է պահանջելու այդ նախագծի իրականացումը, անցած տարի օգոստոսի 8-ին է պայմանագիրը ստորագրվել Վաշինգտոնում, ենթադրում եմ գոնե մոտավոր գնահատականներ կան։ Այդ ովքեր են, որ Հայաստանին փնտրում են, որպեսզի ներդրում անեն, ասեք մենք էլ գուցե ուրախանանք։ Եվ հարցս վերաբերում է, երկրորդ հարցս վերաբերում է նաև ինչքանով դա կազդի մեր հնայի վրա տրիպի իրականացումը, ինչքանի տոկոսային կետով բարելավում կարող ենք սպասել։ Դուք խոսեցիք նաև հարկային քաղաքականության հայեցակարգի մշակման մասին, կճշտեք չորչարկի առումով ինչ փոփոխություններ են նախատեսվում, սպասենք այդ փոփոխությունները 26 թվականին, որտեղ դեռևս 24-ին, երբ որ որոշվեց տոկոսադրույքի փոփոխություններ եւ սահմանափակումներ մտցնել շրջարկի մասով, այն ժամանակ վարչապետը նշում էր, որ պետք է գնանք ընդհանրապես շրջարկից հրաժարվելու ճանապարհով։ Հիմա հրաժարվում ենք, չենք հրաժարվում, ինչ ունենք այդ պահով հիմա։ Շնորհակալություն։ Տրիպի հետ կապված ես մի քանի անգամ այս հարցին պատասխանել եմ տարբեր ձևաչափերով, ինձ թվում է այս պահին գնահատական տալ, թե հնայի վրա ինչպիսի ազդեցություն կլինի, անշնորհակալ գործ կլինի, որովհետև դա կախված կլինի բազմաթիվ տարբեր հանգամանքներից։ Մասնավորապես դա կախված կլինի այն ապրանքաշրջանառության ծավալից, որը այդ ենթակառուցվածքով պետք է հոսի։ Դա կախված կլինի այլ հարակից էֆեկտների հետ, որը կապված է Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանի բացման և առևտրի հետ կապված ազդեցությունների հետ։ Մենք արդեն ունենք իրողություններ, որոնք մենք չէինք պլանավորում և չէինք կանխատեսում ֆինանսների նախարարությունում և չէինք հաշվարկում, բայց այդ իրողությունները իրենք արդեն դրական ազդեցություն ունեն Հայաստանի տնտեսական միջավայրի վրա, նույնիսկ հնայի վրա որոշակի ազդեցություններ կունենան։ Խոսքը գնում է օրինակ դիզելային վառելիքի կամ ընդհանրապես վառելիքի ներմուծումից Ադրբեջանից և բնականաբար տարանցիկ որոշակի երևույթներից ես երեք օրինակ կարդում էի այն մասին, որ հեղուկ գազի հետ կապված մատակարարման որոշակի պրոբլեմների պատճառով գները թանկացել են և որոշում է կայացվել, հնարավորություն է ստեղծվել այդ հեղուկ գազը ներմուծել Ադրբեջանի տարածքով, որը այս խնդիրը ևս կլուծի։ Այսինքն սրանք բոլորը ազդեցություններ են, որոնք ամեն մեկը իր չափով ունենում է Հայաստանի տնտեսության վրա և ընդհանուր այս պահին մոդելավորել այդ ամեն ինչը ես չեմ կարծում, որ հնարավոր է։ Ճիշտն ասած, ներդրման չափի հետ կապված տեղեկություն չունեմ, որովհետև կարծում եմ, որ դեռ այդ չափը հայտնի է դառնում նախագծման փուլում կամ նախագծումից հետո մենք ունենք ընդհանուր գնահատումներ, այսինքն ապաշրջափակումը տարբեր բացակայող ենթակառուցվածքները լրացնելը ինչպիսի ներդրումներ են պահանջում, այդ գնահատումները արվել են մի քանի տարի առաջ, ես էլի դրա մասին խոսել եմ, դա մոտավորապես $500 միլիոն մասին էր, բայց իհարկե ժամանակը իր ժժգրտումները անում է, թե այսօր գնահատումներ լինեն, կարող է մի փոքր ուրիշ լիներ, հստակ ես ձեր հարցին չեմ կարող պատասխանել։ Ինչ վերաբերվում է շրջարկին, ներդրողների հետ կապված ես արդեն ասեցի, որ օրինակ մեր պարտատոմսերի մեջ ներդրումներ են իրականացնում միջազգային ներդրողները և դա էլ է ներդրում մեր տնտեսության մեջ և սա դրա մի օրինակն է։ Ինքս կարծում եմ, որ Հայաստանը
ներդրումային առումով բավականին հետաքրքիր տեղ է դառնում եւ կդառնա դրա օրինակներից մեկը նաեւ Firebird ծրագիրն է, որը իրականացվում է Հայաստանում, տարածաշրջանում նման բան չկա, սա շատ խոշոր ներդրումային ծրագիր է։ Իհարկե Հայաստանը, երբ որ բացվում է աշխարհի առաջ եւ դառնում է հետաքրքիր, այդ ներդրումները կարող է անմիջապես հաջորդ օրը չեն հոսում, բայց կա որոշակի հետաքրքրություն, այսինքն այցելություններ, հետաքրքրություններ եւ մենք պետք է եւ հակային քաղաքականության հայեցակարգը այս առումով էլ է կարեւոր, որովհետեւ մենք պետք է մեր հակային քաղաքականությամբ ստեղծենք այնպիսի միջավայր, որպեսզի կարողանանք այս հետաքրքրությունը ճիշտ սպասարկենք, ճիշտ միջավայր ստեղծենք, որ այն մարդիկ, ովքեր գալու են եւ հետաքրքրություն են ունենալու Հայաստանում տնտեսական գործունեություն իրականացնելու համար, իրենք հանկարծ հետ չկանգնեն, որովհետեւ մենք չունենք լավ հարկային միջավայր։